Ողջույն, ես Արման Այվազյանը, Էքստրասենս շաման, ու այսօր խոսելու ենք սև մոգության եւ նրա նշանակությունները, նրա հետևանքները, այն ամեն ինչը, ինչը կարող է մարդուն տալ ավելի բացասական կամ ավելի դրական կողմեր։ Մոգության մեջ առհասարակ լինում են տարբեր ձևի՝ սպիտակ մոգեր եւ սև մոգեր։ Հիմնականում պաշտպանողական եւ ոչ պաշտպանական դեպքերում օգտագործում են տարբեր մեթոդներ, մաքրումներ, մոմաթափություն, ինչ-որ թալիսմաններ, գումարի հետ, որ գումարը չպակասի, տալ համար հատուկ բալանիները եւ մետաղադրամներ։ Շատ հաճախ դիմում են նաեւ տարոլոգներին, որպեսզի իրենք հասկանան ճիշտ էներգետիկայի հետևանքները, բայց այս ամենը միֆ է, որովհետեւ եթե ուզում ես իմանալ իրականությունը, արդյոք կա քո վրա սև էներգետիկա, կա արդյոք նմանատիպ ինչ-որ վատ էներգետիկայի խնդիրներ, որի պատճառով դու ավելի շատ ես բացասական դառնում, ավելի շատ ես ավելի վատ ազդեցությունների հետևանք ունենում, դրա համար ամենառաջի հերթին պետք է իմանալ ճիշտ մասնագետի տեղ։ Ճիշտ մասնագետ հասկանալու համար մեզ հարկավոր է ճիշտ ձևով ընդունել այն փաստերը, որ ինքը մեզ կասի։ Այսինքն, մենք առհասարակ երբեք չպետք է խոսենք մեր մասին։ Երբ որ գնացել եք մասնագետի մոտ, ինքը պետք է խոսի։ Ինքը պետք է սկսի ներկայից, անցյալից, ապագայից, որի հետևանքով արդեն կհասկանանք այդ մարդը ճիշտ է ասում թե ոչ։ Տարոկարտերը միշտ օգտագործում են ճիշտ էներգետիկան ավելի հստակեցնելու, ավելի կոնկրետ դասակարգելու, ավելի կոնկրետ ասելու խնդրի, երևույթի կամ բացասական կամ դրականի մասին։ Այս տարոկարտերը հիմնականում շամանական կարտեր են։ Քանի որ ես էքստրասենս շաման եմ, իսկ շամանները հիմնականում օգտվում են բժիշկների կողմից, այսինքն իրանք անում են բժշկական, բուսական միջոցներով։ Ճիշտ է, Հայաստանում շամաններ չկան։ Սա իմ կեղծանունն է, որը դրել էր իմ ընկերները, որովհետև ես աշխատում եմ նաև երեխաների հետ, աուտիկ, դաունիզմ, չքայլող, չխոսացող եւ հիմնականում այն մարդկանց հետ, ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ, բուսական միջոցով։ Նաև մոմաթափության, տարոկարտերի գուշակությամբ, թալիսմանների պատրաստման եւ նմանատիպ այլ խնդիրներով։ Այս տարոկարտերը հիմնականում տալիս են մարդուն փակ վիճակում։ Երբ որ ինքը խառնում է, տալիս է մեզ, մենք 7 քարտից արդեն պետք է հասկանանք տվյալ անձնավորության մոտ ինչ որ խնդիր կա, թե չկա։ Բայց միշտ չէ, որ տարոկարտերը քեզ կարող են ճիշտ ցույց տալ իրենց նշանակությունը, խնդրի առկայությունը։ Այդ իսկ պատճառով օգտագործվում են տարբեր այլ մեթոդներ՝ ջրի, սուրճի բաժակով, շաքարավազով, աղով եւ այլն։ Իդեպ շատ ժամանակ հարցնում են տարոկարտերով նշանակությունը, իրենց հետևանքները, ինչպես կարելի է նայել, նախապես ասեցի ձեզ 7 քարտի միջոցով են անում եւ բացի այդ ամեն ինչը 7 կարտան իրան տարոկարտերը բաժանելուց, կիսելուց եւ այլն տարբեր խնդիրներից ունենալու ենք նաև նշանակություն, այսինքն մենակ այդ 7 կարտի նշանակությունը չի։ Նախապես ասեցի, որ սա շամանական կարտեր է, այս կարտերով մենակ ես եմ աշխատում։ Իդեպ ցանկացած տարոմասնագետ ունի իր կարտերը, որը որ այլ մարդու ձեռքին այդ էներգետիկան չի կարող զգալ եւ ճիշտ չի ցույց տա։ Օրինակ, եթե դուրս եկավ այս տարոկարտը, Եվ այսպես, եթե մենք ունենք 7 կարտաներ, այս կարտաների նշանակությունը լինում է տարբեր ձև, այսինքն այն չի, որ սա իր նշանակությունը մի ձևով է, այսինքն պետք է կապել մեկը մյուսի հետ, նշաններով, գույներով։ Կոնկրետ այս կարտաներով կարելի է նույնիսկ մեկ անգամով անել, որովհետև իր ամբողջ նշանակությունը, իր ամբողջ տեսականին, ամբողջ նշանները ինչ-որ բան նշանակում են։ Եվ այսպես բոլորի հետ կապված։ Բայց ամենակարևորը պետք է իմանալ ճիշտ ամիսամսաթիվը եւ ճիշտ կարողանալ էներգետիկան հասկանալ։ Իսկ այդ ամենի համար շատ պարզ մեթոդներ կան։ Դիմեք մասնագետի, լսեք իրան, նոր սկսեք արտահայտվել։ Եվ ամենակարևորը, ամենակարևոր բանը կյանքում եւ տան մեջ չպետք է պահել ժամացույցը կանգնած վիճակում։ Դա ամենամեծ էներգետիկայի պաշտպանությունն է։ Ամենամեծ էներգետիկան վանելու, դեպի իրենց քաշելու եւ ընտանիքում անհաջողություն, ֆինանս, անձնական, գործնական ամեն ինչը դեպի հետ գնալու համար է։ Եվ երբ որ դուք ժամացույցը արդեն սկսում եք աշխատացնել, երբեք չի կարելի հետ սլաքով գնալ։
Միշտ պետք է գնան առաջի սլակով, այսինքն դեպի ժամի ուղղությամբ։ Հիմնականում այսօրվա մեր խնդիրներից շատերը բաժանումն է։ Ինչու մեր սիրած անձնավորությունը գնում է մի տեղից մյուսի մոտ եւ այլն եւ այլն։ Հիմնական ամենամեծ պատճառը դա մարդն է, ինքը իր մեջ այդ էներգետիկան արտացնում։ Անկախ նրանից իր վրա լինի թուղթուկիր, լինի սև էներգետիկայի արկայություն։ Եթե կինը տղամարդու կողքին երկար խոսեց, վիճեց, վիճաբանություն եղավ, այդ ժամանակահատվածում իրանց մեջ արդեն իսկ ստեղծվում է ինքնաբացական նեգատիվը, վանողական ուժը։ Այսինքն ստեղ արկայությունը սև էներգետիկայի թուղթուկրի արկայության դեպքում, եթե արված է լինի, այդ ժամանակ ավելի շատ է ակտիվանում, բայց միշտ չի, որ դրա հետևանքով կարող բաժանվեն։ Այսինքն սև արկային գործոնը ավելի շատ է։ Մենք առօրյայում ես շատ եմ հանդիպում այն մարդկանց, ովքեր ասում են, որ ես երեխա չեմ ունենում ու իմ կեսուրը բարեկամներից ինչ-որ մեկը թուղթուկիր է։ Այո, նման խնդիրներ այսօր շատ են։ Ու նման խնդիրների հետևանքով այսօր մենք առաջացած մի շարք խնդիրներից չբերության պատճառով ընտանիքը բաժանել է, ընտանիքում ամեն ինչ կորցնել է, ընտանիքում ամեն ինչ վերջնականապես կորստի հետ կապված ամեն ինչն է։ Այդ իսկ պատճառով շատ ժամանակ օգտագործում ենք միմիայն բուսական մեթոդները։ Դե ինչ, եկեք խոսենք այն երևույթների մասին, որը մեզ կբերի հաջողություն եւ ինչի վրա կարելի աշխատել, որ մենք ունենանք ավելի շատ ֆինանս։ Հիմնական ֆինանսը տալիս է մետաղադրամը, ոչ թե այսպիսի գումարներ, թղթադրամներ, ինչ-որ մի դոլարանոցներ, որը որ ծալում են, ինչ-որ աղոթում են, գրվեն, ոչ։ Հիմնական ամենամեծ օգուտը դա արվում է մետաղադրամի վրա, որտեղ ինքը միշտ ունի ձայն, որը որ կարող է ազդանշել քո եկամուտը դեպի քեզ եւ հակառակը քեզնից դուրս եկող եկամուտը։ Օգտագործում են մի շարք թալիսմաններ։ Իդեպ Այվազյան Ֆորտունան ունի իր բնական քարերով թալիսմանները եւ ամեն թալիսման սարքվում է տվյալ անձի ծննդյան ամիս ամսաթվով, տվյալ անձի ամեն ինչով։ Եթե նկատեցիք երկու անգամ կտած սեղան, այսինքն այս տարածքում բացական էներգետիկան շատ է։ Պետք է աշխատենք հարգելի ռեժիսոր, որպեսզի մենք այս տարածքն մաքրենք։ Եվ առհասարակ ամենաշատը այսօր ունենք տան խնդիր։ Եթե ուզում ես տանդ մեջ վեճեր չլինի, վիճաբանություն չլինի, երբեք չի կարելի սեղանին դնել բանալին։ Բանալին դա միշտ փակում է տան հաջողությունը։ Միշտ ունեցեք այլ վայրտեղ, որտեղ հայտ չեք ուտում, սեղանին չեք դնում ոչ մի բան, սնունդ չի լինում, այսինքն հատուկ վայրում սեղանի վրա չի կարելի դնել բանալին։ Եվ այսպես, ամենաշատ հարցերից այսօր ինձ ուղղել են, թե ինչպես կարելի է անել, որպեսզի ընտանիքում լինի բացական երևույթից դուրս եկող ամենաառաջի խնդիրը։ Նման դեպքերում մենք միշտ օգտագործում ենք մոմի առկայությունը։ Մոմի միջոցով, երբ որ մոմը բարձնում ենք 4-5 հատ մոմ, իրար այսպես փաթաթում ենք կամ իրար կողքի դնում ենք եւ վառում ենք։ Երբ որ մոմի լույսը ակնթարթային թարթվում է ու ինքը համարյա հանգչելու նման է լինում, հասնում է այն պահին, որ պետք է հանգչելի վառում է, այդ տարածքում հաստատ բացական նեգատիվը շատ է։ Նման դեպքերում ամենաառաջի հերթին վերցնում ենք սովորական աղը, լցնում ենք ջրի մեջ եւ տան ամբողջ հատվածով այսեն ձեռքով շաղ ենք տալիս, որպեսզի այդ էներգետիկան հավաքի, որտեղ աղը ունի շատ մեծ էներգետիկայի արկայություն իր վրա կլանելու կամ նմանատիպ այլ ձևերով։ Եթե ընտանիքում կա մի խնդիր, որ բաժանման է հասնում ամեն ինչը եւ ինքներդ չեք կարողանում դիմել մասնագետի կամ այդ բանին չեք ասում, սովորական վերցնում եք սովորական բուլավկան, բացում եք բուլավկան եւ ասում եք ով ինձ ինչ արել է, իրան հետ գնա, ցավ անես, ինձնից ու իմ ընտանիքից հետ տանի։ Ոնց որ ես եմ բուլավկան փակում, այնպես էլ այս ամեն ինչ խոսակցություն ավարտում։ Եվ պահում եք 3 օր։ Ինքն էլ կամոզեք, որ 3 օրից սկսած ձեր ընտանիքում շատ բան փոխվում է դեպի դրականը։ Եթե կան առողջական խնդիրներ, որի պատճառով դուք իսկապես չեք հասկանում, տալիս եք որոշակի անալիզներ, դրական պատասխան կա, բայց ոչ մի ձևով մարդը չի հանգստանում, այդ դեպքում վերցնում եք սովորական թղթադրամ։ Իրան բաժանում եք այսպես երկու մասի, հավասարաչափ։ Բաժանից հետո, երբ որ կիսելու եք, ասում եք, թող առողջությունը ինձ գա, թող ցավը ինձ հետ գնա։ Ոնց որ ես եմ իրան գնել իմ, այնպես էլ թող ինձնից ինքը հետ գնա։
Եվ այստեղ դնում եք սովորական մետաղադրամ։ Ցանկացած գույնի, ցանկացած արտադրության, հայկական, էական չի։ Եվ այսպես։ Եվ իրան պահում եք ձեր դրամապանակում 3 օր։ 3 օրից հետո, իրան բացելուց հետո պարտադիր այս մետաղադրամն ու այս թղթադրամը պետք է օգտագործեք, բայց օգտագործելու հիմնական պատճառը ոչ թե լինելու է ինչ-որ մեկին նվիրատվելու ոչ, ինքներդ ձեր վրա պետք է օգտագործեք։ Գնում եք ինչ-որ մի հատայքի, սուրճ եք խմում, կա ինչ-որ բան եւ այդ թղթադրամը ամբողջությամբ մետաղադրամի հետ ծախսում եք։ Կարող եք, եթե թիպ տա կամ ինչ-որ մի բան, այնպես որ ինքը ամբողջությամբ ձեր մոտից դուրս գա։ Ես խոսք եմ տալիս 3 օր հետո ձեր մոտ ամեն ինչ կարգավորում կլինի։ Շատ հաճախ հարցերից մեկն էլ այն է, թե սուրճի բաժակով արդյոք կարելի է նայել եւ դա բացասական նեգատիվ չի բերում։ Դեռ շատ հին ժամանակներում այդ ամենի մասին խոսել են, արել են, նայել են ավազի միջոցով, սուրճի մրմուրի միջոցով, բայց ոչ, դա ընդհանրապես ֆանտազիա է, որի միջոցով կարողանում ես տեսնել պատկերներ եւ տալ ռեալ հարցի պատասխան եւ միշտ չէ որ դա իրականություն է, այսինքն դա ընդհանրապես ցանկություն է, դա էներգետիկայի հետ այդքան էլ կապ չունի։ Հարցերից մեկը ամենաշատը տալիս են նկարի վրա աշխատելուց։ Այո, ամենաշատ բացասական նեգատիվը թուղթուկիրը եւ նմանատիպ խնդիրները կարող է ունենալ միայն նկարի միջոցով։ Մարդու ամենաառաջին էներգետիկան, առաջին ստացած բացասական ու դրական էներգետիկան միմիայն դրա նկարի միջոցով է։ Այսինքն, երբ որ մարդու սելֆի տարբերակով նկարը դնում են, աշխատում են մոմով, թելով, մետաղադրամով, մկրատով, ասեղով, աղով, շաքարավազով, մրմուրով, կանացի ներքնազգեստով եւ նմանատիպ այլ ձևերով, ապա իմացեք, սև էներգետիկայի արկայությունը 20 օրվա ընթացքում դեպի կաստի ձեր վրա։ Բայց դրանից շատ հեշտ տարբերակ էլ կա, որը դուրս է բերվում մարդու էներգետիկան, բայց մինչև դա իրականում չհասկանաք, չիմանաք կա արդյոք թե ոչ, ինքնուրույն ոչ մեկ այդ ոչ մի բան չանեք, որովհետև դա կբերի դեպի ձեզ ավելի բացասական նեգատիվ։ Նկարի հետ աշխատել ամենավատ էներգետիկան է։ Հաճախակի հարցերից եւս մեկը տալիս են ինչպես խուսափել մարդկային աչքերից, անեծքներից։ Անեծքը ավելի վատ բան է, քան թուղթուկիրը, որովհետև թուղթուկիրի ժամանակ օգտագործողից կարող են իրանք սխալվել, ու այդ էներգետիկան սխալ ձևով արտադրեն, այսինքն ստեղծվի էներգետիկա, բայց չազդի, ոնց որ շատ-շատերը գնում են նայողների մոտ, ասում են մեր վրա թուղթուկիր են արել, մաքրեք, մաքրումից հետո ասում են բայց չստացվեց ձեր արվածը, նույնն էլ հակառակը, երբ որ գնում են անում են ու ասում են չստացվեց, բայց անեծքի ժամանակ ամենավատ էներգետիկան դուք միանգամից ստեղծում եք դեպի այդ մարդը։ Աշխարհում ի սկզբանե եղել է մայրական ու հայրական անեծքը, որը որ միշտ եղել է մահացու։ Այսինքն ժառանգական, գենետիկական ու խնդիրներ, որը բերվում է ընտանիքում դեռ գենետիկորեն տեղափոխվող, այսինքն իր ժառանգներով, ծնողից երեխայի, երեխայից մյուս երեխայի եւ այսպես կարող է լինել ավելի վատ արդյունք, որտեղ մենք ինքներս ամբողջ մեր էներգետիկան հավաքում ենք, մեր բացասական տեղում ինքնաբերաբար ստեղծվում է եւ օրգանիզմից դուրս գալով։ Թուղթուկիրը եթե կարան քանդեն, անեծքը ավելի դժվար է լինում։ Եվ ամենաշատ հարցերից մեկը, ինչպես անել, որպեսզի խաղամոլությունը, թմրամիջոցը եւ այլն նմանատիպ ձևերով պաշտպանել մարդուն։ Եվս մեզ օգնության է գալիս թղթադրամը։ Թղթադրամը, երբ որ հիշեք մենք սարեցինք իրան, այսպես եւ նույն կոպեկը մետաղադրամը դրեցինք, այս դեպքում մենք անում ենք իրան ամբողջությամբ հակառակը։ Ով ինձ ինչ արել է ու իմ ընտանիքին իրանից հեռու տանի, ցավն ու անեծքը թող հեռու գնա, սերն ու ընտանիքս վերադառնա, ոնց որ ես դրանն եմ ֆրցնում, ոնց որ ես դրանն եմ պտտում, թող այնպես էլ իմ կյանքում զրոյից սկսի ամեն ինչ, թող խաղաղություն կա։ Վերցնում եք իրան, պարտադիր այս վիճակում դնում եք աղի մեջ եւ այդ մարդու նկարը պարտադիր աղի վրա եք դնում, որից հետո 3 օր պետք է ինքը մնա հենց աղի վրա։ Հանելուց հետո նկարանմիջապես պատրում եք 4 հավասար մասերի։
Հիմա կասեք պատրել է ինչի համար, չէ որ դա ինքը բացասական ելույթ է, ոչ արգելնես, կան դեպքեր, երբ որ աշխատելուց պետք է պատրել, որովհետև այդ սաղ էներգետիկան, այդ թուղթուգրի էներգետիկան, սև էներգետիկան, արկագոլի, թմրամիջոցի խաղաղության, այդ մարդու բոլոր էներգետիկաները աղի ու դրամի միջոցով հավաքված են նկարի վրա։ Բաժանում եք 4 հավասար մասերի եւ տնից հեռու տարբեր տեղերում տանում եք գցում եք խաչմերուկին, պարտադիր խաչմերուկին։ Եվ ինչ 4 օր հետո տեսնում եք, որ մարդը կամաց դեպի տուն է վերադառնում առանց նմանատիպ խնդիրների։ Եթե կլինեն ինչ-որ հարցեր, կարող եք դիմել 094 12 38 հեռախոսահամարով կամ 091 12 31 88 հեռախոսահամարով։ Ձեզ հետ Արման Այվազյանն էր, կհանդիպենք, իսկ եթե հետաքրքրեց, անպայման կոմենտներում գրեք ձեր հարցերը, ես սիրով կպատասխանեմ։